Ղուկասի ավետարանի առաջին գլխի 46-րդ համարից սկսած մինչև 56-րդ համարը ներառյալ մենք կարդում ենք մեկ այլ հրաշալի պատմություն, որը ավելի բանաստեղծական, պոետիկ տեսքով է ներկայացված Մարիամի օրհներգն է։ Ղուկասն ասում է եւ Մարիամն ասաց. Իմ անձը կփառավորի Տիրոջը եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա եւ այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետեւ ամենազոր Տերը մեծամեծ գործեր արեց ինձ համար եւ նրա անունը Սուրբ է։ Օրհներգի առաջին այս հատվածը բառացիորեն վերստին հռչակումն է այն հանգամանքի, որ Աստվածամայրը գիտի թե ինչ է տեղի ունենում, ինքը դեռատիորյորդ լինելով, մեծ փորձառություն չունենալով, կյանքը ի վերջո ճանաչած չլինելով հանդերձ, Սուրբ Հոգու կողմից ներշնչանք ունենալով կարողանում է հստակ բարձրաձայնել, որ այնինչ իր կյանքում տեղի ունենում Աստուծո օրհնությամբ է։ Իմ անձը կփառավորի Տիրոջը։ Եվ այստեղից էլ գալիս է եկեղեցական մեր արարողությունների մեջ, հատկապես ժամերգությունների մեջ կիրառվող սքանչելի մի շարական, որ մենք սովորաբար ասում ենք մեծացուցցե շարական, որ գալիս է հենց Աստվածամոր մեծացուցցեից, մեծացուցցե անձն իմ ըստեր եւ ցնծացցե հոգի իմ Աստուծով փրկչավ իմով։ Առավոտյան ժամերգության ժամանակ մշտապես մենք ունենք մի հատված, որտեղ որ երգում ենք մեծացուցցե շարականները։ Փնտրեցեք YouTube-ում եւ ամենատարբեր հարթակներում հայկական մեծացուցցե շարականները եւ պիտի տեսնեք, թե որքան նրբություն, որքան չեմ վարանի նույնիսկ ասել ռոմանտիկա եւ նրբագեղություն կա այդ շարականների մեջ։ Լատինական, ավելի կաթոլիկ, ուրեմն ծեսի մեջ այս հատվածը հայտնի է Magnificat վերտառությամբ եւ իրենց ծեսի մեջ եւս ամեն օրվա ծեսի մեջ կիրառվում է այս Magnificat-ը, մեծացուցցեն Աստվածամոր կողմից ասված։ Նույնը կա նաեւ դասական երաժշտության մեջ։ Ես շատ պիտի խնդրեմ, շատ պիտի հորդորեմ առնվազն 2 հեղինակի լսել եւ ոգեշնչվել, թե ինչպես են մեծ կոմպոզիտորները կարողացել երգնել ստեղծագործություններ ավետարանական հենց այս դրվագի շնորհիվ։ Այն դրվագի, որ միայն, վերստին պիտի նշեմ, որ միայն Ղուկաս ավետարանիչն է պահպանել եւ փոխանցել մեզ։ Առաջինը Բախն է, անշուշտ, դասական երաժշտության թագն ու պսակը։ Գրեք Բախ Magnificat եւ լսեք 20-22 րոպեանոց փառահեղ մի կատարում։ Եվ երկրորդը, որ ավելի ժամանակակից ստեղծագործող է Արվո Պյարտ կամ Արվո Պարտ, ինչպես էլ գրեք, կգտնեք Magnificat։ Բայց ինչ է ասվում այս Magnificat-ի մեջ։ Ինչ է ասվում այս մեծացուցցեի մեջ։ Վերստին շեշտվում է մի պարզ հանգամանք։ Այն, որ Տերը իր աղախնի խոնարհության վրա նայեց։ Մարիամը շեշտում է, վերստին խոնար մեկի ստացած շնորհի մասին է խոսում։ Այն, որ այդ խոնարհը երբեք գլխի կոր չմնաց, այլ Աստուծո փառքին արժանացավ, որովհետև ասում է բոլոր սերունդները ինձ պիտի փառք տան, ինձ պիտի երանի տան, հա, որովհետև Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար։ Եվ ավարտում է այս դրվագը, որ Մարիամի օրհներգի առաջին մասն է, ավարտում է ասելով եւ նրա անունը Սուրբ է։ Մենք դեռ 5 տակարանից գիտենք, որ Տիրոջ անունը Սուրբ է եւ այն իզուր տեղը բերանն առնելը կամ տալը մեղք էր համարվում։ Ինչ էր այս սրբության հանգամանքը։ Ես կուզենամ, որ մեզ համար շատ հստակ լինի, ինչ է նշանակում, երբ ասում ենք Տիրոջ անունը Սուրբ է, եւ կամ ինչ է նշանակում, երբ որ հայրմերի ժամանակ ասում ենք, որ թող քո անունը Սուրբ լինի, հա։ Առաջին բանը, որ մտածում ես, մեր ընկալմամբ, որ այդ անունը պարզապես բարձր, անհասանելի, անպատկերացնելի, մարդկային մտքով անգերազանցելի, անիմանալի մի իրադարձության, մի իրականության մասին է խոսքը, Աստուծո մասին, որին մենք ասում ենք Սուրբ, նրա անունը Սուրբ է, բայց դրանից զատ մենք գիտենք նաև, որ հրեական միջավայրում այդ
սրբազան ընկալումը Աստվածայինի հանդեպ բերել էր նրան, որ նույնիսկ որևէ մեկը արտաբերելու իրավունք չուներ, եւ կային միայն ղևտացիները, որոնք որ գիտեին հապավումը, որտեղից Յահվեն է գալիս այսօրվա մեր հայտնի, որ հետո աղավաղված կերպով որոշ աղանդավորական շրջանակներ Եհովա են ասում, այնինչ իրական հնչեղությունը Յահվեն է, եւ սա տարածված այն հապավումներ, որով կարծես թե վախենալով, որ իրավունք չունեն ամբողջական անունը ասել, հապավումով էին պարզապես դիմում։ Բայց սուրբ էր նաև, որովհետև այս անունը առանձնացված էր, որովհետև այս անունը որևէ այլ մարդու կամ կերպարի վրա դրվել չէր կարող։ Այս անունից բխող այլ անուններ կարող էին ծնվել, բայց երբևէ այդ անունը որևէ մարդու կամ մահկանացուի վրա չպիտի դրվեր։ Սուրբ է այդ անունը նաև, որովհետև երբ այդ անվանն ենք դիմում աղոթքով եւ խնդրանքներով, մենք մեծ վստահություն ունենք, որ մեր խնդրանքները անմիջապես Աստծուն պիտի հասնեն։ Երբևէ մարդկանց հետ շփվելու ընթացքում նկատել եք, երբ կարողանում եք այդ մարդկանց անունով դիմել իրենց, ձեր խոսքը շատ ավելի ուղիղ է հասնում տեղ եւ դրա ազդեցությունը շատ ավելի մեծ է լինում։ Անուն տալը առհասարակ, եթե նայենք 5 տականից սկսած, Ադամից սկսած անուն տալը իշխանության նշան էր։ Անուն տալը նաեւ պատկանելության նշան էր, որտեղ Ադամին բոլոր կենդանի արարածներին, որ Աստված ստեղծեց, բերեց որպեսի անուն դներ։ Եվ նույնիսկ կնոջը անուն դրեց Ադամը, ինչ որ առումով իր գերիշխանությունը ցուցաբերելով նաև։ Բայց Աստուծո անունը մեծ հաշվով մեկն է, որ 5 տականում մենք լսում ենք, երբ որ Մովսեսն է հարցնում, թե ինձ որ ուղարկում ես գնամ այս ժողովրդի մոտ, ես ինչ ասեմ։ Ով է ինձ ուղարկողը, ինչ է նրա անունը, ասում է ես եմ որ են։ Լինելիությունը կատարյալ մի վիճակ, որ ընկալելի կամ հասանելի չէ որևէ մարդկային արարածի։ 50-րդ համարում օրհներգության երկրորդ հատվածը կարծես թե սկսվում է հետևյալ խոսքերով. Եվ նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է։ Շեշտվում է ողորմության հանգամանք, որ պարզապես առանց որևէ արժանիքի ձրիաբար շնորհ ստանալու մասին է եւ շեշտվում է երկյուղածների հանգամանքը։ Մարդկանց ոչ թե որ վախեցած են, ահով սարսափով են նայում Աստծուն, այլ որոնք որ պատկառանքով երկյուղ ունեն Տիրոջ հանդեպ։ Մենք երբ որ մեր ծնողների հանդեպ երկյուղ ունենք, երբեք իրենցից սարսափած կամ իսկապես բարի առաջին ընկալման վախեցած չենք, այլ երկյուղ ունենք, չենք ուզենա կվախենանք, որ իրենց նեղացնենք կամ որևէ վիրավորանք հասցնենք։ Ուրեմն շեշտում է ասելով եւ նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է։ Ապա շարունակում է ասելով նա իր բազկով մեծ զորություն ի գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով։ Խոսում է մեծամիտների մասին, այն բոլոր նաև քահանայապետերի մասին, հոգևոր դաշտում եղած այն բոլոր դերակատարների մասին, ովքեր որ կարծում էին, թե իրենք են միակ ճշմարտությունը գիտեցողը, եւ բոլոր այս ամբարտավաններին ցրեց Տերը իր միածնի աշխարհ գալով։ Ապա այս տողերին հաջորդում է հետաքրքիր մի դրվագ, որտեղ որ ներկայացվում են սոցիալական արդարության վերականգնման ամենակարևոր դրույթները հավանաբար։ Երբ ասում է ցրեց ամբարտավաններին իրենց սրտերի խորհուրդներով, շարունակում է ասելով հետևյալը. հզորներին տապալեց իրենց աթոռներին եւ խոնարհներին բարձրացրեց, քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց, պաշտպանեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, որ ասել էր մեր հայրերին Աբրահամին եւ իր սերնդին Հավիտյան։ Ահա այսքանով ավարտվում է Մարիամի օրհներգը, երկրորդ հատվածի մեջ շատ ավելի շեշտելով եւ ողորմած լինելու, եւ խոնարհներին բարձրացնելու, եւ սոցիալական արդարության վերականգնման հանգամանքը, որովհետեւ ասում է, որ
բոլոր նրանք, ովքեր որ ամբարտավան էին, սրանց ցրեց իրենց սրտերի խորհուրդներով, ովքեր որ կարծում էին, թե մեծամեծներ են, բարձր տեղում կանգնածներն են, հզորներն են, իրենց բոլորին տապալեց իրենց աթոռներից, եւ նրանք, ովքեր որ ներքևում էին, օրինակ առաքյալները, պարզ ձկնորսներ կամ աշխատավոր մարդիկ, որոնք որ մեծամասամբ նույնիսկ կրթություն չունեին, սրանցից մի քանիսն էին, որ գրել կարդալ անգամ գիտեին, Մատթեոսներ, հավանաբար Պողոսներ վստահաբար, հավանաբար Հովանեսը մի քիչ կարող է իմանալ, որտեղ առևտրի մեջ էին նաև, բայց մեծամասամբ պարզ մարդիկ էին, նրանք, ովքեր որ հզորների շարքում չէին հաստատ, ահա այս ցածրում գտնվողներին բարձրացրեց, ովքեր որ աղքատ էին եւ ընչազուրկ էին կամ քաղցած էին, ինչպես ավետարանն է ասում, բարիքներով լիացրեց, իսկ մեծահարուստներին ձեռնունայն թողեց։ Եվ այստեղ կարևոր եմ համարում, որ մենք հստակ պատկերացնենք քրիստոնեությունը ոչ թե մեծահարուստներին դեմ է կամ հզորներին դեմ է կամ չի ուզում, որ մեկը իր ինչպիսին լինելով իր արժանինքներով իսկապես ուրախ լինի եւ նաեւ ինքնավստահ լինի, հպարտ բարի երևի թե միակ դեպքը դրական իմաստով, որ իր արժանապատվությունը կարողանա ունենալ, հաստատել, գնահատել սա։ Երբեք քրիստոնեություն սրանց դեմ չի, բայց քրիստոնեությունը դեմ է, երբ որ ինքնավստահ մեկը, իր արժեքը գիտեցող մեկը մոռանում է, որ այն ինչի ինքը հասել է Տիրոջ օրհնությամբ է հասել։ Քրիստոնեությունը դեմ է, երբ որ հզոր մեկը, երբ որ աթոռի վրա է, գահի վրա է, մոռանում է, որ այնտեղ ուր որ ինքը հասել է, միայն իր անձնական ջանքերի ու շնորհի առիթով չի, այլ Աստուծո կողմից տրված նվեր է նաև, Աստուծո օգնությամբ հասած դիրքի է ինքը հասել։ Նույնը նաև մեծահարուստների հետ կապված, որովե հարստություն կամ նյութական կարողություն քրիստոնեությունը չի մերժում, մերժում է այդ հարստության աստվածացումը, այդ հարստության երկրպագությունը եւ այդ հարստության մեջ միայն սեփական անձի մասին մտածելու հանգամանքը։ Եվ ավարտում է օրհներգը Մարիամը հիշեցնելով, որ այս ամենը Տերը անում է իր ծառային պաշտպանելով Իսրայելին։ Ես իբրև հայ մարդ, իբրև հայ քրիստոնյա, իբրև հայ հոգևորական, երբ որ կարդում եմ, միշտ մտածում եմ, որ առաջին հարցը, որ գալիս է ինձ, ասում է, որ նորից Իսրայելը, նորից, բայց ես հայ եմ։ Չէ՞ որ ես Հայաստանում եմ եւ ես հայ եմ, բայց այստեղ ախր օգնության է գալիս մեզ պարզ մի միտք, որ եւ ավետարանում ենք կարդում եւ առաքելական թղթերում, որ Աբրահամի զավակներ կամ Իսրայել կամ ընտրյալ ժողովուրդ, մեկ այլ կերպ ասած, բոլոր նրանք են, ովքեր ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին իբրև Մեսիա, իբրև Աստուծո որդի։ Սա պարզապես բառակապակցություն է, արտահայտություն է, որ երբեք ազգային պատկանելություն ցույց չի տալիս, այլ ցույց է տալիս, թե ովքեր են, որ ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին իբրև Մեսիա։ Ուրեմն, երբ որ այստեղ ասում է պաշտպանեց իր ծառային Իսրայելին, ես կարող եմ շատ լավ, շատ պարզ կերպով հասկանալ պաշտպանեց իր ծառային Հայաստանին։ Որտեւ եթե Հայաստանը, հայ ժողովուրդը մենք եթե դարձել ենք Քրիստոսին եւ իսկապես ընդունում ենք Քրիստոսի աստվածությունը, իսկապես շարժվում ենք Քրիստոսի բերած միմյանց սիրելու, հարգելու, իրար չվնասելու, չխաբելու, իրար թևթիկունք լինելու, բոլոր այս պատգամները, որ բացառապես հասարակության ամրացման եւ ազգի զորացման համար են, ապա իսկապես Տերը մեզ պաշտպանելու է։ Իսկ եթե միայն բերանացի ենք ընդունում Քրիստոսի աստվածությունը եւ ժամանակ առ ժամանակ հիշում Քրիստոսին, այդ դեպքում այդ պաշտպանությունից մենք ինքներս ենք զրկվում։ Եվ հիշեցնում է Մարիամը, որ այս խոստումը դեռ իրենց հայրերին էր տրված, Աբրահամին եւ իր սերնդին Հավիտյան։ Օրհներգը ավարտվում է եւ Ղուկասը իբրև փայլուն հեղինակ, իբրև պատմաբան ասում է, որ եւ գրեթե այստեղ էլ չի ասում բառացիորեն այդքան, ասում է գրեթե 3 ամիս Մարիամը Եղիսաբեթի մոտ մնալուց հետո դարձավ իր տունը։ Շեշտելով պարզ մի հանգամանք, որ Հովհաննես Մկրտչի ծննդյան ժամանակ Մարիամը ներկա չէր։ Հաջորդ դրվագներում մենք արդեն տեսնելու ենք Հովհաննես Մկրտչի հրաշալի ծննդյան պատմությունը եւ ապա Զաքարիայի օրհներգությունը։